Ողջույն սիրելի ընկերներ, դուք 90+ YouTube-յան ալիքում եք։ Այսօր մենք ազդարարում ենք մեր ամենամեծ ու պատասխանատու նախագծերից առաջինի մեկնարկը։ Հաշված օրեր մնացել տարվա գլխավոր մարզական տոնին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Մենք սկսում ենք հաղորդումների շարք Մունդիալ 2026-ի մասին։ Եկեք միասին բացահայտենք բոլոր մասնակիցներն ու միասին ապրենք աշխարհի առաջնության յուրաքանչյուր վայրկյանը։ Առաջին անգամ աշխարհի առաջնությունը կհյուրընկալ է միանգամից 3 երկիր՝ կանադա, ԱՄՆ և Մեքսիկա։ Այս երկրները մունդիալն ընդունում են համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ անգամ։ Ընդհանուր առմամբ Հյուսիսային Ամերիկան 4-րդ անգամ կլինի ֆուտբոլային աշխարհի էպիկենտրոն։ Եթե Արգենտինայի չհաջողվի պաշտպանել Պիկոսը, նրանք կդառնան պատմության ամենակարճ աշխարհի չեմպիոնները, քանի որ Կատար 2022-ից անցել է ընդամենը 3.5 տարի։ Միրոսլավ Կլոզեի 12-ամյա ռեկորդը լուրջ վտանգի տակ է, Մեսին ու Մբապեն պատրաստ են թարմացնել պատմությունը։ Կարողանա արդյոք Քրիշտիանո Ռոնալդոն իր հավաքականի հետ բարձրացնել Բաղդադի գավաթի և վերջապես տանել բոլոր հիմնարկները։ Աշխարհի առաջին եզրափակիչ փուլի բոլոր ուղեգրերը խաղարկված են, մասնակիցները հայտնի։ Մունդիալի մեկնարկին ամեն ինչ պատրաստ է։ Խնդրում եմ մենք ձեր հետ միասին պատրաստվենք, հասկանանք մրցակցությունը, գնահատենք բոլոր 48 հավաքականի շանսերը։ Սկսենք ծանոթանալ մասնակից հավաքականների առաջին խմբի հետ, 4 տարբեր մայրցամաքների ներկայացուցիչներ՝ Մեքսիկան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեա և Չեխիան ընդգրկվել են A խմբում, պայքար տարբեր ոճերի ու մշակույթների միջև։ Մեքսիկացիները լավագույն արդյունքը գրանցել են տնային աշխարհի առաջնությունների ժամանակ 1970 և 1986-ին նվաճելով քառորդ եզրափակիչ ուղեգիր։ Եռագույնների համար վերջին 4 տարին հաջողակ էր, Հյուսիսային Ամերիկայում 2 անգամ անցկացվեց CONCACAF-ի ոսկե գավաթը, 2 դեպքում էլ հաղթեցին մեքսիկացիները։ 2023-ին եզրափակիչում հաղթեցին Պանամային, իսկ 2025-ին ԱՄՆ-ին։ Այս երկու մրցաշարի միջակայքում ձախողեցին Կոպա Ամերիկա 2024-ը, որտեղ չկարողացան դուրս գալ խմբից։ Նույն ժամանակահատվածում CONCACAF-ի գոտու ազգերի լիգայի 3 խաղարկությունում հավաքեցին մեդալների ամբողջական հավաքածուն՝ ոսկուց մինչև բրոնզ։ Ընկերական խաղերի պակաս թիմը չի ունեցել։ Մենք 2025-ին 8 ընկերական հանդիպում, որոնցում գրանցված արդյունքները տագնապալից են։ Ոչ ոքի Ճապոնիայի, Էկվադորի, Ուրուգվայի և խմբային փուլի մրցակից Հարավային Կորեայի հետ։ Պարտություն Շվեյցարիայից 2-4, Պարագվայից 1-2 և Կոլումբիայից 0-4 ու նվազագույն հաշվով հաղթանակ Թուրքիայի դեմ։ Այս տարի կարողացան բարելավել արդյունքները։ Հաղթանակ Պանամայի, Բոլիվիայի և Իսլանդիայի նկատմամբ, ոչ ոքի Պորտուգալիայի և Բելգիայի հետ։ Նախորդ մունդիալում չկարողացան դուրս գալ խմբից, զբաղեցրին 3-րդ տեղն ու առաջ թողեցին լեհերի։ Նրանից հետո Խերարտո Մարտինո թողեց գլխավոր մարզչի պաշտոնը, նրա փոխարինեց Դիեգո Կոկան։ Նրա առաջին խաղում ազգերի լիգայի կիսաեզրափակիչում պարտվեցին ԱՄՆ-ին 0-3։ Կոկան հեռացվեց պաշտոնից։ Եկավ Հայմե Լոսանո և 1 ամսվա ընթացքում կարողացավ հաղթել CONCACAF-ի ոսկե գավաթը, բայց 1 տարի հետո ձախողելով Կոպա Ամերիկան հեռացվեց։ 2024-ի հուլիսից հավաքականի ղեկին 3-րդ անգամ նշանակվեց Խավիեր Ալկիրան, ում արդեն հաջողվել է թիմին դուրս բերել play-off 2002-ին ու 2010-ին։ Մեքսիկացու գլխավորությամբ թիմը 26 խաղում հաղթել է 14 անգամ, 8 հանդիպում ավարտել է ոչ ոքի և կրել 4 պարտություն։ Ագիրան պրագմատիկ մարզիչ է, նրա թիմը գործում է զգույշ, չի նետվում առաջ մեծ ուժերով։ Հավաքականի վերջին տարիների գլխավոր բացահայտումը Արմանդո Գոնսալեսն է։ Գվադալահարայի երիտասարդ հարձակվողը 2025-ի աշնանը 17 խաղում 12 գոլ է խփել։ Գարնանն Արմանդոն նույնպես խփել է 12 գոլ 15 խաղում։ Երիտասարդ մեքսիկացուն արդեն սպասում են Եվրոպայում, Բարսելոնան, Բորուսիան ու Ատլետիկոն հետաքրքրված են նրա ծառայություններով։ Տրանսֆեր մարքեթը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։ Եվրոպա տեղափոխվելու հաջորդ տեխնացու բացք թողնի առաջնությունը։ Մարսել Ռուիսը մեքսիկական Տոլուկա ակումբից է, թիմում և հավաքականում պաշտպանությունը հարձակումը կապող օղակ։ Ֆուտբոլիստը հաջող էր սկսել տարին, բայց ստացավ խաչաձև կապանների վնասվածք ու ժամանակի շուտ ավարտեց մրցաշրջանը։ Երիտասարդներից կարելի է առանձնացնել հարձակողական ոճի կիսապաշտպան 17-ամյա Հիլբերտո Մորային, ում Եվրոպայում մեքսիկական Պետրի են կոչում։ 2 տարի առաջ Մեքսիկայի առաջնության դեբյուտային խաղում գոլը նրան դարձրեց Լիգա MX-ի պատմության ամենաերիտասարդ գոլ խփած ֆուտբոլիստը։ Աշնանն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում խփեց 3 գոլ ու 2 ասիստ գրանցեց։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են Բարսելոնան, Ռեալը, Ինտերն ու Յուվենտուսը։
Օբեդե Վարգաս ևս մեկ երիտասարդ տաղանդ 20-ամյա կենտրոնական կիսապաշտպան ծնվել է Ալյասկայի մեքսիկական ընտանիքում, անցել է Սիեթլի մանկապատանեկան դպրոցով։ 2024-ին փոխեց ԱՄՆ-ի հավաքականը Մեքսիկայով, փետրվարին տեղափոխվել է Մադրիդի Ատլետիկո։ Հիմա ավելի հանրայտ ֆուտբոլիստների մասին Սանտիագո Խիմենեսը Միլանից հավաքականի հարձակման գլխավոր ուժն է։ 2023-ին Պանամայի դարպասը խփած չեմպիոնական գոլի հեղինակը։ Ֆուտբոլիստը նոր է ապաքինվել վնասվածքից ու դեռ մարզավիճակ է հավաքում։ Փորձառու վինգեր Իրվինգ Լոզանոն գոլը 2018-ի մունդիալում Գերմանիայի դարպասն անակնկալ հաղթանակ պարգևեց մեքսիկացիներին։ Հիմա խաղում է MLS-ում, արագությունն առաջմանը չէ, բայց փորձը անհրաժեշտ կլինի ացտեկներին։ Եվ իհարկե 40-ամյա Գիլերմո Օչոան դարպասապայի համար այս աշխարհի առաջնությունը կդառնա 6-րդը կարիերան։ Օչոան վերջերս է ապաքինվել վնասվածքից ու վերադարձել հավաքական։ Տնային մունդիալը իրանալ հնարավորություն է գեղեցիկ ավարտել կարիերան։ Համբային փուլի հանդիպումները Մեքսիկան կանցկացնեն Մեխիկոյում եւ Գվադալահարայում։ Բավական հարմար պայմաններ փլեյոֆ դուրս գալու համար, բայց չպետք է մոռանալ Ագիրեի պրագմատիկ եւ սակավագոլ ֆուտբոլի մասին։ Ամեն դեպքում պարզ է, որ առաջնությունից հետո Ագիրեն տեղը կզիջի ազգային թիմի լեգենդ Ռաֆայել Մարկեսին։ Կորեացիներն ընդգրկված են եղել երկրորդ զամբյուղում։ Աշխարհի առաջնությանը մասնակցում են 11-րդ անգամ, ընդ որում 1986-ից սկսած անընդմեջ։ Լավագույն ցուցանիշը գրանցել են տնային մունդիալում 2002-ին, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեցին թուրքերին։ Կորեացիները կարողանում են խառնել ֆավորիտների խաղակարտերը։ 2018-ին ավելացված ժամանակում առավելության հասան Գերմանիայի նկատմամբ, 2022-ին խաղավերջում հաղթեցին պորտուգալացիներին ու դուրս եկան փլեյոֆ։ Հարավային Կորեայի հավաքականը հաջողությամբ է խաղացել նաև մայրցամաքային մակարդակում։ 2024-ին նորից մեկնեցին Կատար, Ասիայի գավաթի խաղարկությանն ու զբաղեցնին երրորդ տեղը։ Կիսաեզրափակիչում պարտվելով Հորդանանին։ Մունդիալի որակավորման փուլում կորեացիները խնդիրներ չունեցան, ասիական գոտում որակավորման մրցաշարն անց է կազմում մի քանի փուլով։ Հարավկորեացիները սկսեցին երկրորդ փուլից, նույն խմբում էին Չինաստանը, Թայլանդը եւ Սինգապուրը։ 5 հաղթանակ, 1 ոչ ոքի, հանրագումարով 13 գոլ Սինգապուրի դարպասը։ Երրորդ փուլում Իրաք, Հորդանան, Պաղեստին, Օման եւ Քուվեյթ, իսկ կորեացիները նորից մնացին անպարտելի 7 հաղթանակ ու 3 ոչ ոքի։ Ընկերական հանդիպումներում եւս կորեացիները վստահ տեսք ունեն։ Բրազիլիայից կրած 0-5 պարտությունից ու մեքսիկացիների հետ ոչ ոքից հետո հաղթանակներ ԱՄՆ-ի, Պարագվայի, Բոլիվիայի եւ Գանայի նկատմամբ։ Տագնապալի 2026-ի գարունը պարտություններ Կոտ դ'Իվուարից եւ Ավստրիայից։ 2024 թվականից հարավկորեացիներին մարզում է Հոմյոնգպոն։ 2002-ի տնային մունդիալում հոնը կորեացիների թիմի ավագն էր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է Լոս Անջելես Գելեքսիում ու անմիջապես անցել մարզչական աշխատանքի։ Աշխատել է երիտասարդական հավաքականի հետ, եղել է մարզչի օգնական հավաքականում։ 2012-ին առաջին անգամ նրան վստահեցին հավաքականի ղեկը։ Հոնը ձախողեց մունդիալ 2014-ը խմբում զբաղեցրեց վերջին տեղն ու հեռացվեց զբաղեցած պաշտոնից։ Աշխատանքի անցավ ակումբային մակարդակում։ Հոնը վերադարձավ 2024-ի Ասիայի գավաթից հետո, երբ ղեկավարությունը դժգոհ էր կլիսմանի նվաճած բրոնզից։ Երկրորդ նշանակումից հետո հոնը որակավորման փուլում 12 խաղ մնաց անպարտելի։ Գարնան երկու ընկերական խաղի պարտությունները բողոքի ալիք բարձրացրեց Կորեայում։ Նորից սև ամպեր են կուտակվել հոնի դոկտին, բայց հազիվ թե առաջնությունից 2 ամիս առաջ որոշ են հեռացնել մարզչը։ Չնայած վստահությունն այլևս առաջվանը չէ։ Տակտիկական տեսանկյունից կորեացիները հասարակ են, այսինքն ավելի լավ են զգում իրենց հակագրողների ժամանակ, իսկ երբ մրցակիցը երկրորդ համարով է խաղում են դիրքային ֆուտբոլ։ Ֆուտբոլիստները շատերը հանդես են գալիս Եվրոպայում, թիմի գլխավոր աստղ Սոն Հոն-մինը խաղում է Լոս Անջելեսում։ Անցած ամռանը կորեացին հեռացավ Տոտենհեմից, վերջին մրցաշրջանում անգլիական թիմում հաղթելով Եվրոպա լիգան։ Տեղափոխվեց Լոս Անջելես MLS-ի համար ռեկորդային 26.5 միլիոն դոլարով։ Սոնը միանգամից դարձավ Լոս Անջելես Գելեքսիի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ 12 գոլ եւ 4 գոլային փոխանցում 13 խաղում։ Միջին վիճակագրականով ամեն 70 րոպե 1 գոլային գործողություն։ Երկրորդ ցուցանիշը Մեսսիից հետո։ 2026-ին կորեացին խփել է 1 գոլ ու 6 խաղում կատարել մի քան ասիստ, որից 4-ը Օրլանդոյի հետ խաղում։ Պաշտպանության առաջնորդը Կիմ Մին-ջենն է Բավարիայից, կիսապաշտպանությունում Լիկան 9 PSG-ից։ Անցած մրցաշրջանում ակումբի հետ հաղթելով Չեմպիոնների լիգան դարձավ երկրորդ կորեացին, ով բարձրացնում է թևավոր գավաթը։ 2 գոլ ու 3 ասիստ Լիգա 1-ի 23 խաղում։ Կարևոր եւս մեկ ֆուտբոլիստ կորեացիների համար Ֆեյնորդի հենակետային կիսապաշտպան Հուան Բոմ։ Ֆուտբոլիստին այս մրցաշրջանում հետապնդում են վնասվածքներ, սակայն մինչև մունդիալ ամենայն հավանականությամբ կապակինվի։ Հակառակ դեպքում սա լուրջ խորհուրդ է կորեացիների համար։ Ընդհանուր առմամբ այսպես խմբից Կորեան ունի բոլոր հնարավորությունները դուրս գալու։ Եթե Սոնը լինի լավ մարզավիճակում, իսկ Կիմը լինի Բոմն առողջ, ապա նույնիսկ կարող են պայքարել առաջին տեղի համար։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը 4-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը։ Աֆրիկացիները վերջին անգամ 16 տարի առաջ է եղել այստեղ, 2010-ի տնային մունդիալում, երբ դարձավ պատմության առաջին դյուրուկալով երկիրը, որը չի հաղթահարել Կուբային փուլը։ 2010-ի բացման խաղում Յոհանեսբուրգում հյուր էր Մեքսիկան, հիմա փոխվել են դերերով ու հյուր է Հարավաֆրիկյան Հանրապետությունը Մեխիկոյում։ Հավաքականը ոչ մի անգամ չնվաճել փլեյոֆ փուլի ուղեգիր։ Նոր ձևաչափով կա 12 խումբ, եւ երրորդ տեղը զբաղեցած լավագույն 8 հավաքականները հնարավորություն են ստանում պայքարը շարունակելու։ Սա աֆրիկյան հավաքականի շանսերը բավական մեծացնում է։ Մայրցամաքում լավագույն արդյունքը մնում է 1997-ի Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթանակը։ Աֆրիկյան Հանրապետության համար առաջին մրցաշարը ապարտեիդից հետո։ Աֆրիկյան ազգերի գավաթում 2024-ին Կոտ դ'Իվուարում նվաճեցին բրոնզե մեդալ, իսկ այս տարի դուրս մնացին 1/8 եզրափակչից Կամերունին զիջելով 1-2։ Աշխարհի առաջնության որակավորման փուլը Աֆրիկայում անցավ նոր ձևաչափով 54 երկիր 9 խումբ 6 հավաքական։ Ուղեգիրը միանգամից նվաճում էին խմբում հաղթած հավաքականները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հայտնվեց այն խմբում, որտեղ գլխավոր մրցակիցը Նիգերիան է։ Պայքարը այս երկու հավաքականի միջև ծավալվեց մինչև վերջին փուլը։ Հարավաֆրիկացիները 10 խաղում 5 հաղթանակ, 3 ոչ ոքի, 2 պարտություն արդյունքով հավաքած 18 միավորով շրջանցեցին Նիգերիան։ Ինձիգն ավելացավ, քանի որ 2025-ի մարտին հարավցիները հաղթել էին Լեսոթոյին 2-0, հետո պարզվեց, որ Տեբոխա Մակենան դեղին քարտերի որակազրկում ուներ, բայց այնուամենայնիվ մասնակցել էր խաղին։ FIFA-ն վերանայեց արդյունքը եւ Լեսոթոյին տեխնիկական հաղթանակ շնորհեց։ Հարավցիները նահանջեցին երկրորդ հորիզոնական։ Գլխավոր մարզիչը հանրային խոսքով անեց, որ սխալը կարող էր աշնանալ ուղեգիր, բայց հավաքականը հաղթեց մնացած երկու հանդիպումները ու վերադարձավ մրցաշար։ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը մարզում է բելգիացի 74-ամյա Հուգո Բրոսը։ Մեքսիկան ծանոթ է նրան։ 1986-ին նա Բելգիայի հավաքականում էր եւ զբաղեցին 4-րդ հորիզոնականը։ Իսկ մարզչական կարիերան հիմնականում անցել է հայրենիք Յուգե Անդերլեխտ Գենք։ 2016-ին մասնագետին հրավիրեցին Կամերուն։ Բրոսը հաղթեց Աֆրիկայի ազգերի գավաթը հաջորդ տարի։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից հրավեր եղավ միայն 2021-ին, երբ հավաքականը ապրում էր ծանր ժամանակներ, ցածր վարկանիշ չգոհացնող արդյունքներ։ Բրոսը գալով արեց 3 բան, ուժեղացրեց պաշտպանությունը, հույսը դրեց երիտասարդների վրա եւ աշխատեց հավաքականի հոգեբանության վրա։ Արդյունքը բրոնզ Աֆրիկայի ազգերի գավաթում ու աշխարհի առաջին եզրափակիչ փուլի ուղեգիր։ Մունդիալը մասնագետի համար կլինի վերջինը, Բրոսն արդեն հայտարարել է, որ առողջության ավարտից հետո կանցնի թոշակի։ Ամեն դեպքում Բրոսի գլխավորությամբ հարավաֆրիկացիները հավաքված են գործում պաշտպանությունում եւ կարգապահ են առանց գնդակի տեղաշարժվելիս։ Թիմը խաղում է ցածր բլոկով հավաքականի հույսը հակագրողներն ու ստանդարտներն են։ Թիմի գրեթե բոլոր խաղացողները հանդես են գալիս հարավաֆրիկյան պրեմիեր լիգայում։ Ռոնվեն Ուիլյամսը թիմի ավագն ու դարպասապահը խաղում է Մամելոդի Սանդաունսում։ 2024-ին Ուիլյամսը պրեմիեր լիգայի առաջին աֆրիկացի դարպասապահը եղավ, ով ընդգրկվեց Յաշինի մրցանակի տասնյակում։ Աֆրիկայի ազգերի գավաթում Ուիլյամսը 4-11 մետրանոց հետ մղեց Կաբո Վերդեի հետ խաղում, ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ։ 34 տարեկան է ու հավաքականի հենասյունը, ով կարողանում է կառուցել թիմի պաշտպանությունը։ Առաջատար հարձակվողը Լայլ Ֆոստերն է անգլիական Բարվից։ Հավաքականից կարելի է առանձնացնել պաշտպան Սիաբոնգա Նկեզանային ու ռումինական Ստիաոյից։ Կիսապաշտպան Յայա Սիոտելեին պորտուգալական Տանդելայից։ Հավաքականի համար փլեյոֆ դուրս գալը կլինի մեծ նվաճում։ Նման ձևաչափն ավելի է մեծացնում շանսերը ցանկացած հավաքականի համար։ Վերջապես Չեխիայի հավաքական ու վերադարձին մունդիալ երկար սպասեցին։ Չեխերի համար աշխարհի առողջության դռները փակ էին 20 տարի։ Այնուամենայնիվ Չեխերը Եվրոյում խաղում են հաճախակի։ 2006-ին Գերմանիայում Չեխերի ոսկե սերունդը չկարողացավ նվաճել փլեյոֆի ուղեգիր, առաջ թողնելով Իտալիային ու Գանային։ Չեխիայի հավաքականի մրցակիցները որակավորման փուլում Խորվաթիան, Ֆարերյան կղզիները, Չեռնոգորիան ու Ջիբրալթարն էին։ Խորվաթների հետ պայքարը ծանր ստացվեց 1-5 պարտություն դրսում, տանը 0-ներ։ Անակնկալ պարտություն Ֆարերներից հյուրընկալվելիս։ Միավորների այս կորստով Չեխիան խմբում գրավեց երկրորդ տեղն ու մասնակցեց անցումային խաղերին։ Անցումային կիսաեզրափակիչում մրցակիցն Իռլանդիան էր։ Առաջին կեսում չեխերը պարտվում էին 0-2։ Երկրորդ կեսում գլխի վրա շրջվեց խաղն ու հաշիվը հավասարվեց։ 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ եղան չեխերը։ Դանիա-Չեխիա եզրափակիչը գոլառատ էր, բայց հավասար։ Նորից 11 մետրանոց ու չեխերը դիպուկ էին։ Հավաքականի գլխավոր մարզիչը Միրոսլավ Կոուբեկ։ Մարզչական կարիերան անցել է հայրենիքում, ամենահայտնի թիմը, որին մարզել է Վիկտորիա Պլզենը։ Հավաքականի ղեկին է անցած տարվա դեկտեմբերից, որ Samsung Չեխերի խաղը մեծ հաշվով չի փոխվել։ Գրողների մեծ մասը զարգանում է եզրերով։ Թիմի գլխավոր զենքը ստանդարտներն են։ Որակավորման փուլի գոլերից 11-ը չեխերը խփել են ստանդարտից։ Թիմի կարևոր ֆուտբոլիստներից է ավագ Տոմաշ Սոուչեկը, նույնիսկ Վեսթեմում անցկացած անհաջող մրցաշրջանից հետո նա հավաքականում շարունակում է մնալ անփոխարինելի։
Սոուչեկի շուրջը կառուցվում թիմի խաղը բարձր հասակի հաշվին բավական վտանգավոր է երկրորդ հարկում։ Պատրիկ Շիկ Չեխերի հարձակման կարևոր օղակներից Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 11 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Որակավորման փուլում խփել է 5 գոլ 8 խաղում։ Նաև կարելի է խոսել Վիկտորիա Պլզենի Սամ Պավել Շուլցի մասին։ Ամռան տեղափոխվեց Լիոն եւ անցկացնում է արդյունավետ մրցաշրջան, 11 գոլ 3 ասիստ։ Անցած տարի Շուլցը դարձավ Չեխիայի լավագույն ֆուտբոլիստ։ Եթե Շիկը եզրափակում է գրոհը, ապա Շուլցը նրա համար դրվագ է ստեղծում։ Սոուֆալը եւ Վրանաչը խաղում են Հոֆենհայմում։ Ակումբը այս տարի բավական հաջող տեսք ունի եւ պայքարում է եվրագավաթային գոլու համար։ Ֆուտբոլիստներն էլ հաճախ խաղաժամանակ են ստանում։ Կրեյչը Վուլվերհեմփթոնի հիմնական ֆուտբոլիստ է, Վիտիկը Բոլոնիայի։ Դարպասապան Մատեի Կովարժը Բայերի ֆուտբոլիստ է, բայց այս մրցաշրջանում հանդես է գալիս PSV Eindhoven-ում։ Կազմի գրեթե կեսը ներկայացնում է Չեխիայի առաջնությունը Սլավիա, Սպարտա, Վիկտորիա Պլզեն։ Անցած սերնդի ոսկե տղաների Չեխերի ներկայիս կազմում չկան, բայց խմբից դուրս գալու համար կան ֆուտբոլիստներ թոփ լիգաների փորձ։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք, որ երկու հավաքականը կնավաճի փլեյօֆ փուլի ուղեկի։ Այսպիսին էլ A խումբը։ Մեզ սպասում է հսկայածավալ աշխատանք եւ բազմաթիվ անկում գիշերներ։ Իսկ ձեզ հաճելի դիտում։ Այս խորագրով սպասվում է եւս 11 տեսանյութ, ուստի ձեր աջակցությունն ավելի քան կարեւոր է։ Վաճառորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակը եւ տարածեք տեսանյութը։ Ձեր ակտիվությունը մեր մոտիվացիան։ Կհանդիպենք։